Շատ ապրիկ։ Ունեք ուրիշ հարցեր։ Գաղտնիք չի, որ մենք էթնիկ ժողովուրդ ենք եւ մենք մեր ամբողջ պատմությունը կերտել ենք այստեղ այս հողի վրա։ Եվ նաեւ ուրեմն գաղտնիք չի, որ մենք ունենք ահռելի մշակույթ կերտած այստեղ եւ դա մեր սեփական մշակույթն է։ Իմ կարծիքով վիճակը, որում մենք այսօր հայտնված ենք, դա նաեւ նրանից է, որ մենք շատ օտարացել ենք մեր մշակույթին։ Արի ինչ քայլեր եք ձեռնարկելու, հա շատ հասարակ օրինակ մենք չենք լսում մեր ամենամաքուր երաժշտությունը եւ մենք լսում ենք այն ինչ որ մեր շուրջը կա, հա, կեղտոտ, որը հայկական չի, մեր մշակույթի մասը չի։ Ինչ քայլեր եք ձեռնարկելու մեզ մեր մշակույթին ավելի մոտիկացնելու համար։ Դե նախ ես շատ շնորհակալ եմ, իրոք շատ ուրախ եմ, որ դուք այսպես եք մտածում եւ ասեմ ձեզ, որ մեր երիտասարդները նման մտածող իրոք շատ են ու դա շատ ուրախացնում է, որովհետեւ մենք այսօր պահպանելու խնդիր ունենք մեր ազգային ինքնությունը, մշակույթը։ Իսկ մշակույթը դրա կարևոր բաղադրիչ է, ավելին ես համարում եմ, որ մեր ազգային մշակույթը մեր անվտանգության բաղադրիչ է, մեր ազգային ինքնության պահպանման բաղադրիչ է, այստեղ չի քննարկվում։ Դե նախ առաջինը պետք է դա բերենք մեր դասագրքեր։ Մեր երեխեքը պետք է անպայման սովորեն։ Ես կարծում եմ նաև, եթե այս բուհական մենք այս կրթության համակարգը ներդնում ենք, որ Շահանեի հետ քիչ առաջ խոսում էինք, այդ համակարգը ներդրած եւ ավելի խորացված սովորելու հնարավորություն պետք է տանք, մանավանդ եթե ունենք երեխաներ, որոնք ինչ-որ կոնկրետ ուզում են այդ գծով մասնագիտանալ։ Իմ կարծիքով մենք պետք է մեր մշակույթի մոտ բերելու համար նաև պետք է շատ այստեղ ցուցաբերենք ուշադրություն ֆինանսական միջոցների առումով վճարովիության, վարձատրության, բնակավարի աշխատողների, չգիտեմ, նոր հաստատությունները ոչ թե փակելու, այլ բացելու միջոցով, նոր եւ այլն, եւ հնարավորություն տանք, որ մարդիկ ճանաչեն մեր մշակույթի բովանդակությունը։ Օրինակ մենք ինչ նկատի ունենք, մենք օրինակ պարեր ունենք, չէ՞, շատ Բերդ պարը եւ այլն, Ծաղկաձորի, բազմաթիվ ամենահայտնիներն են, որ գիտենք ու հա, բայց Շուշվակեղ եւ այլն, բայց տեսեք, մենք օրինակ շատերս չգիտենք այդ ամեն մի պարի իմաստն ու նշանակությունը, չէ՞։ Ինչ է ամեն մի պարը, իսկ ամեն մի պարը մեր կոնկրետ պատմությունն է, մեր ինչ որ դրվագ է, հերոսական, որը ավելի ոգևորում է։ Այլ օրինակ նման բաներ ես կարծում եմ պետք է անենք մենք։ Կրթական համակարգում պետք է ներդրվեն մշակույթը, այսպես ասած, ներարկելու հստակ բաներ, որտեղ դպրոցական տարիքից ձևավորվում է այն մշակույթի նկատմամբ սերը, հարգանքը եւ դա ոնց որ արյան նման ներծծում է։ Դրանից կներեք, ինչքանով եք իրատեսական համարում եւ ինչքան ժամանակահատվածում եք պատրաստում դա ներդնել, հա, եւ նոր սերնդի մեջ, թե հին սերնդի մեջ։ Տեսեք, պետության կառուցման առումով մենք ինչ ենք ասում ենք, որ օրինակ 30 տարիների ընթացքում նաև մեր հայրերը, այսպես ասած, ազգի հայրերը 30 տարի առաջ չեն նստել միշտեղանի շուրջ եւ չեն պայմանավորվել, թե մենք ինչպիսի պետություն ենք ուզում ձևավորենք ու ազգային մեր, այսպես ասած, մտածելակերպն ու ազգային քաղաքականությունը եւ ընդհանրապես ուղղվածությունը ուր ենք մենք գնում։ Ինչա մեր օրինակ ազգի, այսպես ասած, համաշխարհային առաքելություն, ուր ենք մենք գնում։ Սա ինչու եմ սա ասում, որ եթե ժամանակին մենք դա արած լինեինք, մենք նաև կունենայինք այն 1000 տարիների այդ նշանակետը, որը մեզ տանում է դեպի ճիշտ ճանապարհով։ Մենք սա չենք արել, բայց դա չի նշանակում, որ ոչ մի անգամ չենք կարող դա նորից նստել ու պայմանավորվել։ Մենք պետք է այնպիսի մի միջավայր հանրային ձևավորենք, որ մենք պետք է նստենք եւ պայմանավորվենք ու ազգային գաղափարախոսության վրա գանք պայմանավորվածության, թե ինչպիսի պետություն մենք պետք է ստեղծենք։ Այն պետությունը, որ մենք այսօր ունենք, արդյոք այդ պետությունը ծառայում է մեր ազգային շահերին եւ պարունակում է արդյոք ազգային գաղափարախոսություն։ Ազգային, ոչ ազգայնական։ Դրա համար պետք է կներեք, ետ մղենք այն հարվածները, որ ամեն օր հասցնում են մեր ազգային ինքնության։ Օրինակ ներկա պահին ես տեղեկացված եմ, շատ լավ եմ տեղեկացված, որ Շուշի անունով բեմադրված պարերը
արգելվում են պետական մակարդակ։ Հատուկ հարձակում է գնում հիմա հայկական այբուբենի վրա, ընդ որում դա պսևդոգիտական շրջանակներում մատեղի ունեն։ Ինչպես պայքարել ես ամենի դեմ։ Դա այդ ամենի դեմ իհարկե պետք է, անպայման պետք է, ինչի իշխանության փոխել իհարկե։ Ամենակարևորը։ Եվ դա ամրագրել ազգային հատուկ ռազմավարության մեջ, այնպես որ ամեն կետը լինի երկաթյա օրենքի նման։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ իշխանության փոխումից հետո միանգամից հաջորդ օրվանից դեմ ենք գնալու այս ամենը ինչ որ սխալ է եւ փորձելու ենք կանգնեցնել։ Իսկ հիմա նույնիսկ եթե չփոխվի իշխանությունը, պետք է հենց հիմիկվանից դիմակայել դրա։ Հիմա իշխանության Ես իմ մասով փորձում եմ։ Այո, այո։ Բայց դա ես եմ եւ յուրաքանչյուրը, հա, պետքա փորձի իմ կարծիքով, որտեղ բոլորը քաղաքացիներ են եւ ազգային քաղաքացիներ։ Այո, այդ Գործը ազգային պետք է հովանավորվի պետության կողմից։ Համակարգիչ եմ հովանավորի այն ցանկացած ջանք, ցանկացած երանգ, որը թեկուզ մասնավոր, բայց ծառայում է ազգային գաղափարախոսությանը։ Մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, որպեսզի ազգային գաղափարախոսության հիման վրա կերտենք այն պետական գործիքը կամ պետություն կոչվող գործիքը, որը պետք է ծառայի միայն ազգային շահին։ Միայն մեզ։ Հիմա կներեք, ներեցեք, ձեր անունը չէ։ Նարեկ։ Հա, Նարեկ ջան, տեսեք։ Մենք ամենակարևորը իշխանության փոփոխությունը ինչի է շատ կարևոր։ Սա առաջին պայմանն է գլխավոր, որովհետև դու ինչ ուզում ես արա, քայքայվելու է ամեն ինչ, որովհետև այսօր իշխանությունը ամեն ինչ անում է, որ ազգայինը քանդում է, վերացնում ազգայինը եւ յովին հալմիտ եմ ասում։ Հիմա ինչ պետք է անենք։ Օրինակ ես ինչպես եմ պատկերացնում։ Մեր կառավարման ժամանակ, եթե մեր ժողովուրդը վստահի, մենք ենթադրենք ստանձնենք իշխանություն եւ ես դառնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ առաջին ակտերից մեկը լինելու է անհապաղ մշակութային նաեւ հարցերով, թե կրթությանը վերաբերող թե եւ այլն ռազմավարության հաստատումը, որը պետք է լինի ամենաառաջին ակտերից մեկը կառավարության կողմից ընդունված։ Ես միշտ ասում եմ առաջինը պետք է բանակը լինի եւ դրանից հետո անպայման պետք է նաեւ իհարկե լինի ազգային մշակույթին վերաբերող։ Եվ սա ինչ պետք է լինի, սա լինի պետական քաղաքականություն, ինչնի միանգամից բոլոր տեղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մասնագիտական իհարկե քննարկումների հիման վրա ամեն տարիքի երեխայի հետ ինչպես պետք է աշխատել, ինչ գիտելիք պետք է տալ։ Այսօր տեսեք մենք ինչքան հայրենասեր մանկավարժներ ունենք, ուսուցիչներ, դաստիարակչուհիներ, դաստիարակներ, բոլորը սա զայրացած են, չէ՞ շատերը, որը սենց ազգային ինքնության մսխում է տեղի ունենում։ Դա այդ մարդիկ հələ տեսեք մեր համար այն որ ասում գանձը դրել ենք վրա նստել ենք մեր տենց ինքնությունը, տենց մտածողությունը գնահատող մարդիկ ու ամբողջությամբ դրել կոտրում են, դրել ջարդում են։ Ոչ միայն դպրոց մանկապարտեզ, հաստատությունները, չգիտեմ, օպերա, թատրոններ եւ այլն, այնտեղ նույնպես պետք է, այստեղ ոչ թե այսօրվա նման խոչընդոտներ առաջացվի, ամենակարևոր բանը պետք է լինի խրախուսել, մարդիկ շատ գնան նման թատրոններ, ուսուցողական բնույթի եւ այլն, այն նման հանրային միջոցառումներ, օրինակ պետությունը, ես հիմա մտածում եմ, որոշում կայացնելու հնարավորություն հիմա լիներ, միանգամից կկազմակերպեին Կասկադում օպերայում պետության հովանավորությամբ խմբեր, օրինակ պար բեմադրեին, երեխաներին սովորացնեին, օրինակ ամեն մի պարը ինչ է նշանակում, շարժումը, հեռուստացույցով ներկայացնեին այդ ռոպագանդան, որ դու գնահատես քո ազգայինը, որ կարողանաս ուժը տեղից ձևավորես։ Մի շատ կարևոր բան է։ Օրինակ տոնացույցում վերականգնել ազգային բոլոր տոների նշում։ Օրինակ տոն եւ հիշատակի օրերի մասին օրենք ունենք, չէ՞։ Այնտեղ ունենք տարբեր քաղաքացու օր ունենք, տարբեր տեսակի կասկածելի, ասենք, այսինքն նշելու տեսանկյունից կասկածելի օրեր ունենք, չէ՞։ Բայց ազգային տոնացույց որպես այդպեսին օրենքով ամրագրված մենք չունենք։ Սուրբ Սարգսի տոնը, օրինակ, որը որ մենք նշել ենք, պետք է ունենանք Սուրբ Սարգսի տոն հատուկ, որտեղ պետք է ու մենք հատուկ այց ենք արել, եթե հետևել եք, այ որ իրար ճանաչեինք կամ հրապարակային եւ հայտարարություն այնպես պետք է անենք, դուք էլ մեզ միանայիք, մի հատ էլ թեկուզ կարող են գնալ հատուկ Սուրբ Սարգսի տոնին, մենք նշել ենք մեզ միջոցառում, որտեղ ցույց ենք տվել դրա առանձնահատկությունը մեր ազգագրագետների հետ միասին ու չեք պատկերացնի մեր երիտասարդները, որոնք մեր հետ էին, ինչքան էին ոգևորված, որ ինչ ժամանակակից նաև շունչ կա դրա մեջ, այսպես ասենք։ Ինչի հետ Սուրբ Սարգսի տոնը։ Դե մեր ազգային ավանդույթներից է դա ցույց տալի, ինչպես էր ժամանակին, հիմա ասենք բոլորը նշում են Վալենսի, չէ՞։ Լավ, հարց չկա, միջազգային ասենք տրենդաբան նշում են, բայց մենք մեր ազգայինն էլ ունենք։
չէ։ Խորհուրդ ունի, ազգային խորհուրդ ունի Սուրբ Սարգսը, Սա դիմացը ու մեզ բացատրեցին, թե ինչա դա նշանակում։ Մենք երկանքով աղացինք, հետո այդ երկանքի աղացի աղալու այդ process-ը մենք բացատրեցինք, թե դա ինչ է։ Հետո քամուն տալիս ես հարդը գնում է, ծորենը մնում է, չէ։ Այդտեղ խորհուրդներ կան, որոնք ասենք ձմեռը կոտրելու սովորույթը որ կոտրում էին, ձմեռը կոտրում էին։ Փայտայում ասենք գնացինք, մեզ դիմավորեց Շատ կոլորիտային տատիկը մեր։ Տատիկը մեր ու մեկ էլ ասեց պապին էլ ընդեից ուսին ցախը դրած գալիս է, ասենք ինքը տարազով, այդ էլ ավանդույթ է, ինքը գնացել է անտառից ցախը հավաքել է, բերում է, բաժանեց մեզ, ճիպոտները ու մենք սկսեցինք ձմեռը կոտրելը։ Դա քանի որ հունվարի վերջն էր, հունվարի 27-ն էր կամ կարող է չհիշեմ հիմա, մենք կոտրեցինք ձմեռը եւ դիմավորում են գարունը ու Սուրբ Սարգսը ամենակարևորներից մեջը օրինակ բանի պոպոքի մեջ փաթաթած կան տեղադրած կան բաներ թղթիկներ հատում մեջը մաղթանքներ ա գրած օրինակ բացում ես գրված է չգիտեմ սեր մյուսը գրված է հաջողություն մյուսը գրված է իշխանություն մյուսը գրված է ազգային ինքնություն արդարություն այո մեր կարգախոսը ինչ է արդարությունը գալիս է նախ այստեղ կա անխուսափելիություն արդարությունը գալիս է այն գիտեք այն Game of Thrones-ը որ կա Justice is coming չէ Winter is coming այ Winter is coming բայց ընդեղ էլ Winter is coming Սպրավիդլիվս գրիջոտ այսպես ասած եւ մենք ուզում ենք նաեւ սրանով ասել որ այսքան ժամանակ որ մեր ժողովրդի ոգ էս անարդար վիճակում եղել է տարբեր բնակավարներում այդ արդարությունը իրոք գալիս է յուրաքանչյուր բնակավար արդարությունը գալիս է նաև ձմռան տեսքով այն մարդկանց համար անխուսափելի, որոնք խախտումներ են արել մեր ժողովրդին, չգիտեմ, կեղեքել են այս քաղաքականությունը վարում են, արդարությունը գալիս է գարնան տեսքով մեր ամբողջ ժողովրդի համար, որ նաև ովքեր հատկապես ուզում են թե ազգային ինքնությանը վերաբերող, թե մեր իրավունքները պաշտպանող այդպես գործեր անել։ Մի հարց։ Պատկերացնում եք, որ լիովին 100%-անոց արդարություն հնարավոր է։ Սրտում հնարավոր է։ Հա, պետք է այդ ուղղությամբ տեսլական հնարավոր է հաստատ եւ քայլերը տեսլականի ուղղությամբ իհարկե եթե դու ունես տեսլականը ճշգրիտ գրած, քայլերը հեշտ է հաշվարկել։ Եթե քո նպատակները գտնվում են քո իր անձնական շահերի տիրույթում, ինչպես մենք բազմիցս ականատես ենք լինում, այդտեղ իհարկե քո քայլերը ինքան անտրամաբանական են։ Հիմա մենք տեսնում ենք, չէ՞, իշխանությունը ինչ անտրամաբանական քայլեր անում, որովհետև իրենց շահերով են ուղղորդվում, ոչ թե ընդհանուր տեսլականով, որովհետև արդարության տեսլականը բոլորիս համար ընդհանուր է։ Եվ չկա անձնական արդարություն հասարակական արդարությանը դեմ։ Հանրային շահերով իհարկե գնալը դա ըստ էության արդարության որոնումն է։ Հենց դա է։ Տիկի Սետրակյանը, պարոն Անանյանը կապ չունի, եթե դու նույնիսկ պետական մակարդակում ունես այդ այսպես ասած ռոմանտիզմը փնտրելու այդ արդարությունը, չէ՞, ուրեմն դու գնում ես այդ ճանապարհով։ Ու եթե քո ժողովուրդը, քո հայրենակիցները տեսնում են, որ դու այդ ճանապարհով գնում ես, իրենք գալիս են քո հետևից։ Ընդ որում դու չես հանում թուրուտ եւ ասում ես առաջ։ Դու հանում ես թուրուտ եւ ասում ես իմ ետևից, դու առաջամարտիկ ես, դու գնում ես ու տանում ես բոլորին դեպի այդ արդարությունը։ Ամենակարևորը հանրային շահով ուղղորդվելն է, ոչ թե սեփական շահով։ Սեփական շահը պետք է միշտ նսեմացված լինի հանրային շահի հանդեպ։ Եթե կա դա, ուրեմն կա արդարության, դեպի արդարություն գնալու։ Ես էլ մի փոքր բան ասեմ, նայեք, այսօր օրինակ մենք որ կամ այս ընթացքում ինչ ա եղել, այսօրվա իշխանությունը ոնց է վերաբերվում, չէ՞։ Ամեն ինչի հիմքում դրված է պաշտոնի շահը, չէ՞։ Իմ օնքական, եթե ասենք օրինակ մարզերում, գյուղերում օրինակ այսօր ինչ է կատարվում, մարդկանց համատարած ահաբեկում են, այս քաղաքում էլ է տենց, ուղղակի այստեղ մի քիչ չի ստացվում, այս շատ չի ստացվում։ Մարդկանց համատարած ահաբեկում են, չեն թողում որ գնան հանդիպումների, աշխատանքից կհեռացնենք ես կանենք ինչի, որտեղ մտածում են միայն իրենց պաշտոնի շահի մասին։ Ոնց անել, որ ընտրվեն։ Համայնքապետերը տեղերում ԿՊԱ-ական համայնքապետերը այսօր միայն նայվում են որպես ձայն հավաքող մարդիկ։ Всё, ոչ թե ժողովրդի մասին մտածող, լավ իրանց համար համայնքապետը տեղում մարդու համար գործանող է, այն համայնքապետը, որը լավ ձեն է բերում եւ որը լավ արդյունք է վերջում բերելու։ Ահաբեկում այնչա կապ չունի։ Այստեղ որտեղ արդարություն տեսնենք։ Համար արդարությունը նաեւ այն իրավիճակի համար է, որ դու կապ չունի քեզ համար, պաշտոնի շահով չես շարժվում եւ այլն, հավասար հիմքերի է։ Ու դրա համար մենք արդարությունը դնում ենք որպես base, այսպես ասած, հիմքը։ Մի վերջին հարց։ Ասեք, դուք ընտրվելուց հետո արդյոք կարողանալու եք
փոխեք, հասցնեք ամեն բան այն մակարդակի, որպեսզի ապագայում մեր սերունդները չհայտնվեն այն վիճակում, որում մենք ենք այսօր։ Մենք դրա համար ամեն ինչ պետք է անենք, այո։ Դրա համար մենք ասում ենք, մենք հրաշքներ խոսք չենք տալիս, բայց մենք խոսք ենք տալիս ազնիվ աշխատանք, գիշեր-ցերեկ աշխատանք, գոտիները ձգած գիշեր-ցերեկ աշխատանք ու ձեր հարցի մեջ մի շատ կարևոր բան կա։ Մենք այս թեզը ես շատ եմ սիրում։ Մենք պետքա ունենանք սերունդների նկատմամբ պատասխանատվություն։ Շատ ճիշտ է։ Այսքան ժամանակ մենք ինչ ենք եկել այս խնդիրների մեջ հայտնվել։ Այսօրվա իշխանությունները որ կան, այդ որտեղից առաջ եկան։ Մենք իրանք օգտվեցին մեր այն խնդիրները, որ այսքան ժամանակ եղել է, խափեցին ժողովրդին, եկան, հիմա էլ միջև վերջ նաև խափում են ամեն մեկը մտածելով այս իշխանությունները հատկապես մենակ ու հենց այս իշխանությունները մենակ իրանց ընտրվելու քաղաքական հարցեր լուծելու մասին։ Իսկ մենք ասում ենք, դու պետքա մտածես սերունդների միջև պետքա լինի այդ պատասխանատվությունը, ամեն սերունդ մյուսի նկատմամբ պետք է զգա։ Եվ մեկ էլ մի բան էլ հիշեցի Կոնֆուցիոսի խոսքերը, որ ասում է մենք պետք է ոչ թե խնդիր լուծելու կարողություն ունենանք, այլ ոչ այնքան, այլ մենք պետք է կարողանանք այնպես անենք, որ խնդիր չունենանք։ Այդպես։ Այսքանից հետո պիտի մեզ ընտրեք Նարեկ ջան։ Ուսումնասիրենք։ Ուսումնասիրեք։ Հետևեք, հա։ Շնորհակալություն Շահանե, ձեզ նույնպես շնորհակալություն ձեր հարցերի համար։ Որտեղ եք։ Այս կողմից շարժ։ Դե նորից։ Սովորում